Աշակերտների շապիկներին Կոլումբիայի դրոշն է, ֆիզիկայի 56-րդ միջազգային ստուգատեսն այս անգամ անցկացվել էր Հարավային Ամերիկայում։ Մայրցամաքից հայ դպրոցականների թիմը վերադարձել է 5 մեդալով, 2 արծաթե, 3 բրոնզե։ Օլիմպիադան բաղկացած էր 2 փուլից, փորձնական եւ տեսական փուլերից, առաջինը փորձնականն էր, ապա տեսականը եւ այդ մեջտեղ ընկած ժամանակահատվածում մենք հանգստանում ենք, համեստանում ենք տարբեր տուրերից, ծանոթանում ենք այնտեղի մշակույթի հետ։ Փորձնական փուլը տերմոդինամիկայից էր։ Դպրոցականներն ուսումնասիրել են գազերի վարքը տարբեր միջավայրերում, իսկ տեսականի ընթացքում լուծել են 3 խնդիր՝ տերմոդինամիկա, օպտիկա եւ էլեկտրամագնիսականություն թեմաներից։ Ասում են, այդ բարդ հավասարումները մեր դպրոցական ծրագրում ներառված չեն, ուստի հաջողելու համար պետք է զինվել գիտելիքով։ Որպեսզի կարողանաս դու աշակերտին աճեցնել կամ ունենանք հաջողություններ, մենք պետք է ունենանք մարդիկ, որոնք ժամանակ են տրամադրել, ժամանակ են ծախսել ինքնակրթվելու վրա եւ մասնագիտանալու դպրոցական ծրագրից դուրս, բայց ոչ համալսարանական մաթեմատիկա պահանջող մեթոդներով ֆիզիկայի խնդիրների մոտեցմանը։ Ես գնացել եմ դիտորդի պաշտոնով մասնակցել եմ նրա համար, որպեսզի հնարավորություն ունենամ օգնեմ մեր թիմ լիդերներին խնդիրները ավելի արագ ու որակյալ կերպով թարգմանենք եւ հնարավորություն ունենամ աշակերտների գնահատականները ինքս գնահատել ու նաեւ մասնակցել բողոքարկման ընթացքին։ Միջազգային օլիմպիադայում իրենց ուժերն են փորձել 91 երկրի 400-ից ավելի ներկայացուցիչ։ Հայաստանյան թիմում էին Ֆիզմատ դպրոցի, Պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի եւ Քվանտ վարժարանի աշակերտները։ Արծաթե մեդալ են նվաճել Գոռ Հովսեփյանն ու Գառնիկ Գավալջյանը, իսկ բրոնզե բաժին է հասել Էդգար Բաղրամյանին, Էմիլ Հարությունյանին եւ Սամվել Հարությունյանին։ Այդ ամեն ինչը, արդյունքները եւ այլն հիմնականում կապված են եղել մեր երեխաների եւ խմբավարների, ինչպես նաեւ ուսուցիչների համատեղ քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Այսինքն, եթե մենք վերագրենք մեկն ու մեկին, ասենք ուսուցչին կամ աշակերտին, այդ բոլորը ծնողները, ուսուցիչները, խմբավարների համատեղ աշխատանքի շնորհիվ նոր հնարավոր է այսպիսի արդյունքներ, որ աշխարհի մակարդակով մրցունակ լինես։ Գրանցած արդյունքը բացառիկ է վերջին 5 տարվա մեջ, ասում են մասնագետները։ Սա առարկայի նկատմամբ երիտասարդների հետաքրքրության բարձրացման ցուցանիշ է։ 2025-ին ֆիզիկայի 55-րդ օլիմպիադայում Հայաստանն արժանացել էր 2 բրոնզե մեդալի եւ 2 գովասանագրի։ Արամ Մարանդյան, Մեհեր Կիրակոսյան, լուրեր։